2025 թվականը կարևոր է նաև բարեփոխումների առումով, մասնավորապես ժամկետային զինվորական ծառայության կրճատումը այն առանցքային բարեփոխումներից էր, որը շրջադարձային է երրորդ հանրապետության պատմության մեջ եւ ես չեմ կարող չանդրադառնալ սրան, այս համատեքստում ընդհանրապես պիտի անդրադառնամ այն քննադատություններին, որ հնչում են 1.5 տարի ժամկետային զինծառայության անցման նկատմամբ, ես առիթ եմ ունեցել խոսելու նրա մասին, որ 18 ամիս ժամկետային զինծառայության մասին նախ որոշումը ունեցել ենք դեռևս 21 թվականին, որը արտացոլվել է կառավարության 21-26 թվականների ծրագրով եւ մեծապես այն կապված է նաեւ նրա հետ, որ պաշտպանության ոլորտի բարեփոխումները ունենալով հաջողություններ հնարավորություն են տվել մեզ, որպեսզի կառավարությունը հանդես գա այս նախաձեռնությամբ։ Սա հստակ է, շատ պարզ է ու կարծում եմ այստեղ տարընթերցումները ավելորդ են։ Մենք 2025 թվականին իրականացրել ենք մի շարք այլ բարեփոխումներ, մասնավորապես օրենսդրական բարեփոխումներից կարևոր են նրանք, որ օրինակ 2023-ի համեմատ 25 թվականին մենք ունեցել ենք զորակոչի 19% աճ։ Սա մեր փոփոխությունների ոչ միայն օրենսդրական, այլև կառավարության որոշումների, մասնավորապես 404-405 որոշումների փոփոխության արդյունքներն են, եւ սա համարում եմ էական հաջողություն։